Բարի երեկո սիրելի հայրենագիցներ, ես Լիլիթ Աղեկյան, հետաքննողային լրագրողը, որը այս իշխանությունների կողմից ենթարկվում է քաղաքական հալածանքի, հետապնդման, նրա համար, որ ես կոռուպցիոն բացահայտումներ եմ արել Գյումրիում և Շիրակի մարզում տիրող անիրավությունների հետ կապված։ Այսօր այս պահին ես գտնվում եմ Երևանում, հրավիրվել է այստեղ փաստաբանների պալատ կարգապահական վարույթի հետ կապված, որը վերաբերում էր ինձ կալանավորելու գործին և այդտեղ ապօրինաբար ներգրաված, մի քիչ բարձր կասեմ հարգելի ժողովուրդ, ապօրինաբար ներգրաված և իմ իրավունքները չպաշտպանող իբր հանրային պաշտպան Արտյոմ Մանասյանի հանցավոր գործունեությանը։ Փաստաբանները որոշել էին, որ պիտի կարգապահական վարույթ հարուցեին իմ փողոքների և իմ պահապան հրեշտակ փաստաբան Զարուհի Փոստանջյանի դիմումների հիման վրա, որ 3 ժամ տևեց այդ քննարկումը և ուրեմն ես տպավորություն եմ ուզում կիսվել տպավորությամբ ձեզ հետ, փաստորեն Սիմոն Բաբայան, դուք ունեք այդտեղ թողներվի ասելու ուրեմն փաստաբաններ, որոնք որ այսպես ծաղրաձու են կամ մեզ են ծաղրաձուի տեղ տնում, քմծիծաղով են վերաբերվում մարդկային խնդրին, լուսաբանումներին, ուրեմն իմ կողմից ներկայացվող բողոքներին, քննարկման ժամանակ ձեր նախագահող աղջիկը Շալջան Ազգանով անընդհատ քմծիծաղ էր տալիս, ես էլ դիդողություն էի անում, այս կներեք էլ ես համեմատության համար, ես 40 ավազակների թիմի ղեկավարն եք դու, ինձ ուղարկեցիք, ես այդտեղի բացահայտումներն արեցի, ուղարկեցիք Աբովյան քրեակատարողական հիմնարկ, էլա ասեցի, ինչ վիճակ են դեղ տիրում, խծերը ինչ վիճակում են, հիմա բերեցիք կարգապահական վարույթի մասնակցելու փաստաբանների պալատում, հարգելի ժողովուրդ, ես շշմած եմ, ես զարմացած եմ անկեղծ ասած, այդ փաստաբանների որակից, մասնագիտական որակից, հմտություններից և այլնից։ Փաստորեն մարդը, որը ներգրաված է եղել ապօրինաբար քննիչի և ոստիկանների կողմից ինձ իբր պաշտպանելու, բացահայտ, այդտեղ էլ մենք բացահայտ ասեցինք ես և Փոստանջյանը, կատարել է Մանասյան Արտյոմիկը Մանասյան, այդ ներմուծվածը կատարել է քննիչների ու դատախազների կամքը ինձ հետ կապված, իրեն հարցեր են տալիս, այդ նույն փաստաբանները չեն կողմնորոշում, դրա նկատմամբ ոնց վարվել, ուրեմն Սիմոն Բաբայան, նախազգուշացնում է, բացահայտ այնտեղ 3 ժամանոց քննարկում է տեղի ունեցել, կա ձայնագրություն, եթե ձեր այդ փաստաբանական ուզում եք ուղիղ ընդունեք, ուզում եք ալիգորիկ ընդունեք, ավազագախումբը, փորձի հանգարտ, լսեմ ասեն, հերթական անգամ իմ իրավունքները, ինձ հետ տեղի ունեցածը խեղեն, ուրեմն ես կդիմեմ բոլոր այն կառույցներին, որոնք դուք ներգրաված եք որպես կազմակերպություն, անձամբ ձեզ էլ դեմ եմ եղել միշտ, ափսոսում եմ դուք վերընտրվել եք փաստաբանների պալատի նախագահ, այդ է ձեր փաստաբանական պալատը ղեկավարած, որ նստած քմծիծաղ են տա, ում վրա են ծիծաղում, ում են քմծիծաղ տալիս, ես կամենում եմ, որ ձեր ընտանիքի հետ, Սիմոն Բաբայան, այդ փաստաբան կանանց հետ, որոնք որ այդտեղ հեգնանքով էին վերաբերվում, այդ Արտյոմի գործունեությանը իրենց հետ դա տեղի ունենա, ինչ է արել Արտյոմ Մանասյանը, որ իմ ունեցած տվյալներով ՔՊԻ-ով ժամանակին քաղաքապետարանում Գյումրում աշխատանք է ունեցել, ինչ է արել դա, ոչինչ չի արել իմ իրավունքները պաշտպանելու, խոշտանգման փաստերը տեսնելուց հետո ոչ մի գործողություն չի ձեռնարկել, իմ կալանքը չի վիճարկել, իմ ձերբակալությունը չի վիճարկել, տեսել է ինձ խոշտանգված վիճակում, ինձ այդտեղ փաստաբանը հարցնում է, բա դուք իրան ասել եք, լսի այ ընկերուի, ես պետք է ասեմ, բայց այդ փաստաբանը չի տեսնում, փոխանակ ինքը հարցնի, քեզ խոշտանգել է, ես պետք է իրեն ասեի, ասենք խոսքի օրինակ, որը ասել եմ, ԶՊՎ-ում եմ իրեն ասել, և այդտեղ ստերի շարան է ուրեմն ներկայացվել, որ իբր ինքը Արտյոմ Մանասյանը սկուռի է կանչել, երբ որ ես ԶՊՎ-ում եմ եղել, այդ սկուռին հետ է գնացել, հարց եմ տալիս տրամաբանական, նաև ձեզ Սիմոն Բաբայան, ձեր փաստաբանը,
ինչի համար է սկորի կանչել ու ինչի համար է սկորին հետ ճամփել, երբ որ ես գտնվել եմ ՑՊՎ-ում։ Ես ես բազմաթիվ բացահայտ նամակներ եմ ուղարկել հրապարակված։ Բա դուք ինչ փաստաբան ու պենել պալատի նախագահ, որ մինչև այսօր չեք արձագանքել են ոչ մի բաց նամակի։ Այս դուք եք այս իշխանության թելն ու շղթան, հա? Դուք եք ծառայում քննչականին, դատախազությանը։ Այն որ ձեր փաստաբաններից ոմանք դա անում են, այսօր ես համոզվեցի։ Այսօր ես համոզվեցի այդ շքախումբը, որ այդտեղ նստած էր ու փորձում էին Գյումրեցու ասածի պես թարս պավառոտ մտնել, ես դա տեսա ու համոզվեցի։ Հիմա զգուշացնում եմ, փորձել եք իմ իրավունքները մեկ անգամ եւս այդ սրիգալ լագոդով, այդ ներմուծված, այդ հաստավիս Մանասյան Արտյոմով փորձել եք հերթական անգամ նստեմասնել դրան արտարացնել, ես բոլոր աջանների միջազգային կդիմեմ։ Ինչ է դաշկանում Բաբայան ես, Պապայան ես, Փաշինյան ես, ինչ ես, ուրեմն այդ Արտյոմ Մանասյանը պիտի պատժվի։ Ինքը դատախազության, քննչականի, ոստիկանության ագենտուրան է բացահայտ։ Եվ դա այսօր նոր ինքը բացահայտեց, ինքը ինչ գործ ունի իմ գործի նյութերի հետ, որում ինքը ներգրաված չէ։ Ինձ խոշտանգելու գործի նյութերում ինքը չկա փաստաբան։ Ինքը նոր փաստաբանական ժողովին ներկայացնում է, որ այդ գործը կարճվել է։ Արա, այդ տղա, դու որտեղից գիտես, որ կար, ով է քեզի տվել այդ գաղտնիքը։ Այսինքն դու գործակցում ես ոստիկանության, փաստաբանի, դատախազության ու քննչական մարմինների հետ։ Սա ձեզ եմ ասում, Սիմոն Բաբայան ու այդ հերոսակախումբ փաստաբանական, որ այդտեղ նստած էիք։ Տեսա են նկատի ունեցեք, ես հիմա գնացի Գյումրի, նորից գրելու եմ այդ մասին դիմում ձեզ, որ այդ մարդը դոստուպ ունի իմ փաստաթղթերին, որտեղից ինքը դոստուպ ունի այն գործերին, որոնց հետ ինքը չի առնչվում։ Բացատրեք ինձ։ Դուք նստել եք այդտեղ բանեք, հա, պիղադոս էիք խաղում իմ գլխի։ Զգուշացրեցի, ասեցի կներեք էմոցիոնալ ելույթի համար հարգելի հարություն, ձեզանից եմ ներողություն խնդրում, ոչ թե փաստաբաններից, որոնց որ համոզվա որ որոշները այո իրոք դատախազական, քննչական մարմինների գործակալներ են։ Դա իմ անձնական կարծիքն է։ Ես չեմ ուզեցել, պարոն, հա, իդեպ ես միջնորդեցի, ես ուզեցի նկարել, տեսաձայնագրել, իրենք ասին մենք ցանկություն չունենք, ինչի որ դուք հանրային գործունեություն, մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող մարդ եք, այդ ինչի վախեցակ այդ քննարկումը, որ ես տեսաձայնագրել եւ հանրությունը ձեր դեմքը տեսներ։ Այս կամը, հաջողություն։